Արդեն 10 օր է, ինչ Նիկոլ Փաշինյանն ամեն օր տարաբնույթ գրառումներ է անում հայ առաքելական եկեղեցու, ամենայն հայոց կաթողիկոսի եւ եկեղեցու սպասավորների մասին։ Ամենայն հայոց կաթողիկոսի բարեվարկությունից է խոսում Նիկոլ Փաշինյանը, կասկածի տակ է դնում նրա համակարգն ու հավատքը։ Առողջություն չունի իր հետ, ոչ մի վարչապետալը շատ ղեկավարում գործիչներ պետք է ուրեմն բարեվարկության կանոններ ունենան, բայց ինչքան ուզում է խոսել ոչ մի բան չի տալու, թե ինչքան ուզում է նշի բարեվարկության մասին։ Դրանից կաթողիկոսի ոչ սառը, ոչ դա կաթողիկոսը եկեղեցի շատ չեզոք հայտարարություն տարածեց, չնայած կային ուժեր, որոնք երեք ցանկանային խիստ արմատական հայտարարություն եւ այլն, բայց եկեղեցին շատ չեզոք հայտարարություն այդ, որով արհամարեց կարելի ասել այդտեղ գործիչին։ Փաշինյանը խոստանում է կապացուցի, որ կաթողիկոսը զավակ ունի։ Այս խոստումը Փաշինյանը տվել է նաև ուսանողների հետ հանդիպման ժամանակ, վստահեցնելով ԱԱԾ-ն զբաղվում է կաթողիկոսի կուսակրոնության հարցը պարզելու գործով։ Այսպեսով նրա վարչապետ չլինելու հետ հաշվարկի ժամացույցը միացված է եւ դա ազդում է ներկայական գործընթացները եւ դրա համար ինքը ուղղակի չի կարող հայ առաքելական եկեղեցուն։ Այսօր էլ հերթական գրառմամբ Փաշինյանը պահանջում է, որ Հայաստանը նոր կաթողիկոս ունենա։ Որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերում մեր հոգևոր ժառանգությանն ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի արձանագրում եմ։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ունենա նորընտիր կաթողիկոս, ում բարեվարկությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Մինչ Փաշինյանը փորձում է միջամտել եկեղեցու գործերին, Բադալյանը հիշեցնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ կետի համաձայն եկեղեցին ու պետությունն առանձին կառույցներ եւ գործում են առանձին։ Եկեղեցուն քաղաքականության մեջ խառնվելու համար մեղադրվող Փաշինյանն ինչու է միջամտում եկեղեցու գործերին։ Հայաստանում ստեղծվել է անձնիշխան քաղաքակառավարման համակարգ, երբ որ ազգային ժողով, կառավարող իշխանություն, օրենսդիր իշխանություն, դատական իշխանություն, դաբեր տեսակետով ստեղծական կաղպահանիների પર ամբողջովին ենթարկում են իրեն։ Բացի իհարկե դիմադիր կառույցները չեն ենթարկվում, բայց պետական կառույցներ ենթարկվում են, որոնք վարչական մեծ հնարավորություն լծակներն են եւ միակ ինստիտուտը պետության մեջ որ չի ենթարկվում դա հայ առաքելական եկեղեցին է։ Տեր Տիգրան Քահանա Բադալյանը կրթվելու կոչ է անում Հայաստանի իշխանության ոչ միայն ղեկավարին, այլև մնացած իշխանավորներին, ովքեր այս օրերին տարբեր մակարդակներում անդրադարձել են եկեղեցուն, կոչ է անում մարդկանց բախման չտանել։ Կարծում եմ, որ իշխանության գնահատականները եկեղեցաբանական ու աստվածաբանական գիտելիքների եւ կրթության սուր արտահայտված պակասից են բխում, որովհետև ամեն դեպքում կարծիք հայտնելու համար եկեղեցու կարգ ու կանոնի վերաբերյալ պետք է ունենալ եկեղեցաբանական համապատասխան գիտելիքներ այդ կարծիքները արտահայտելու համար։ Ու այս առումով շատ լավ կլիներ ավելի շատ կրթություն ունենալ։ Հայ առաքելական եկեղեցին վերջին ամենամեծ ռեպրեսիաները կրել է Խորհրդային Միության ժամանակ։ Քահանայի խոսքով ի տարբերություն այս իշխանության, Խորհրդային իշխանությունը բարեպաշտության քող չուներ։ Որևէ ձևով ու որևէ կերպ անընդունելի է հրահրել մարդկանց մեջ բախումներ, հրահրել ատելություն, որը միայն ու միայն պիտի բացասական արտահայտություն ունենա եւ ես աղոթում եմ, որ չտրվեն որևէ կողմը, չտրվի այդ սադրանքին բախումներ հրահրելու, որտեվ դա չի կարող դրա արդյունքը լավ լինել։ Մենք պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին էլ կվերադարձնենք ժողովրդին, օրեր առաջ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Եկեղեցին միշտ մերն է եղել, իսկ պետությունը դուք խլել եք, ոչ թե վերադարձրել, Փաշինյանին հակադարձում են քաղաքացիները։ Նայեք վերջին օրերին Հայաստանի իշխանությունը թիրախավորում է եկեղեցուն, դուք ինչ կարծիք ունեք այս մասին։ Չգիտեմ, բայց դի վատա, Փաշինյանը շատ վատան, սխալ անում իշխանությունը։ Եկեղեցին մեր կրոնն է, դարեր շարունակ մենք ապրել ենք կրոնով։ Աջակցում եք եկեղեցուն։ Այո։ Իսկ կաթողիկոսին։ Նույնպես փառաբանում եմ։ Որտեղ եկեղեցին սխալ է, քաղաքականության մեջ իրավունք ունի մտնել։ Ես մտածում եմ, որ կառավարությունը ոչ մի իրավունք չունի ընդհանրապես որևէ խոսք ասելու համար։ Եթե հայ առաքելական եկեղեցին հիմա մտածում է հայ ժողովրդի բարեկեցության, պետության, սահմանների ամեն ինչի մասին, Արցախի մասին, իսկ ինքը այդ ամբողջը հակառակն է անում, էլ ինչ կարելի է ասել այդ մասին։ Ես կարծում եմ, որ հայ առաքելական եկեղեցին երբեք չպետք է թիրախ դառնա։
որովհետև պատմությունը ցույց է տվել եկեղեցու արժեքը, կարևորությունը, մնացած ամեն ինչը։ Իսկ ինչի է թիրախում։ Հաճախակի է։ Արդ բան ասում թիրախում, հա։ Սրիկայություն է դա։ Նիկոլ Փաշյանի կողմից սրիկայություն է։ Սինխրոն են աշխատում Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները, սա է մտահոգում մասնագետներին։ Հայ առաքելական եկեղեցին մեկ թշնամու կոկորդին է փուշ, մեկ էլ Հայաստանի իշխանության։ Չգնալ բախման, դուրս չգալ եկեղեցու դեմ, սուր չճոճել եկեղեցու գլխին։ Աշխարհի տարբեր անկյուններից արձագանքել էին այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Սփյուռքի մեր հայրենակիցները Սփյուռքում գործող հայկական եկեղեցիներն ու թեմերն իրենց անվերապահ աջակցություն են հայտնում Հայ առաքելական եկեղեցուն։ Սադամ Ակարյան, Մհեր Դավթյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։